Բարև ձեզ, ընկերներ ջան, ուրեմն Իսրայելը ընդունել է, կճանաչել է հայոց ցեղասպանությունը կառավարության մակարդակով ու սա շատ հետաքրքիր է իմ համար, անձամբ, որովհետև ես Իսրայելի հարցում մի քիչ այլ կարծիք ունեմ, քան թե բազմաթիվ մեր հայրենակիցներ, եւ ովքեր որ շատ դեպքերում էմոցիոնալ հայտարարություններ են անում, որը որ հասկանալի է, որովհետև Իսրայելը ինձ թվում է իր դերակատարությունը ոչ թե ինձ թվում է, այլ ֆորմալ առումով Ադրբեջանի համարվում է Ադրբեջանի դաշնակից եւ իր դերակատարությունը ունեցել է 44 օրյա պատերազմում, բայց Եվ իհարկե պարզ է նաև, որ որևէ երկիր հայոց ցեղասպանությունը չի ընդունել բացառապես, բարոյական, պատմական արդարության տեսակետից, այլ տվյալ ժամանակաշրջանում տվյալ երկիրը ընդունել է հայոց ցեղասպանությունը ավելի շատ իրենց պետական շահերից ելնելով, բայց ինչպես միշտ, ինչպես բոլոր հարցերում Իսրայելը բարոյական, ավելի բարձր ստանդարտներով է ոնց որ դիտարկվում ու դատվում։ Օրինակ 2 տարի առաջ, երբ Ամերիկան ճանաչեց ու տասնամյակներ Ամերիկան չէր ճանաչում հայոց ցեղասպանությունը, բայց երբ 2 տարի առաջ Ամերիկան ճանաչեց, ես վստահ եմ, որ Սերժ Տանկյանները այս աշխարհի չէին նման հայտարարություններ անում, ու մի բան է, երևի ընկել էին Ջո Բայդենի վոտերը եւ շնորհակալություն էին հայտնում, բայց Իսրայելի պարագայում ելի եմ ասում, Իսրայելը շատ հարցերում ավելի բարձր ստանդարտներով են չափում Իսրայելին։ Ինչն է հետաքրքիր, որ ու Սերժ Տանկյանը Ես ուզեի իմանալ Սերժ Տանկյանը, որ Իսրայելին հիմա դատապարտում է ու քրվում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար ու ասում է, որ իր պապերի հիշատակը քաղաքական ինչ-որ դիվիդենդների համար Իսրայելը օգտագործում է, հետո AIPAC, MAPEC խառնում է սաղ իրար, լոբիիզմ եւ այլն Հետաքրքիր է Նիկոլը, որ հերքում է ու ժխտում է ու թուրքական նարատիվն է ընդունել ցեղասպանության հարցում։ Սերժ Տանկյանը չի իր մոտ էմոցիաներ չի առաջացնում, որ Նիկոլը պղծում է իր պապերի հիշատակը։ Այսինքն Իսրայելը, որ ճանաչում է, դա իր համար sense էմոցիաներ է առաջացնում իր մոտ, որ Իսրայելը օգտագործում ու շահարկում է իր պապերի հիշատակը, բայց երբ Նիկոլը պղծում ու դավաճանում է հայոց ցեղասպանությունը ու ժխտողական, քաղաքականություն է վարում, դա Սերժ Տանկյանների մոտ բանը ոչ մի բան չի առաջացնում, շատ հետաքրքիր է, էլի։ Ասենք ճանաչելը, ցեղասպանության ճանաչելը խնդիր է, բայց ժխտելը խնդիր չի իր պապերի հիշատակի համար։ Այդ մեկ, երկրորդը, ինչի մասին ուզում եմ խոսամ, դա Նիկոլի եւ Նիկոլության արձագանքն էր Իսրայելի կողմից, այդ քայլին։ Դասեք պատկերացնում եք, չէ՞, ասենք այդ մարդը, ով խուլիգան ձայնագող ռազմոյնիկ է ու ժողովրդի քվեն գողացել է, ու ինքը չպետք է լիներ այդ պաշտոնում հիմա, փաստացի, ասենք մի հատ պատկերացեք Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, հետո աշխարհը պետք է մի հատ նայի Հայաստանում, չէ՞, ով է նստած։ Ու ինչ արձագանք է գալի առաջի դեմքից։ Ոչ մեկ չի, ասենք, նայելու, թե քանի ժողովրդի քանի տոկոս կամ հայության քանի տոկոսն է այդ ոչնչությանը աջակցում։ Իրանք նայելու են այդ ցիլոյով ոչնչության բանը արձագանքին ու տենալու են, որ այս մարդը թուրքական նարատիվով է առաջնորդվում ու ասում է, որ մեր համար ոչ տակ, ոչ սառ
տես բան գոյություն չունի մեր քաղաքականության հետ, դա կապ չունի մեր արտաքին քաղաքականության դա մի բան է վնասը, այսինքն ասենք էսի ներկայացնում է հայությանը եւ հայ ազգին, հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը մի պաշտոնում, որ ինքը որպես ռազմբոյնիկ ձայնագող ոչնչություն խուլիգան չպետք է լիներ, մենք դա բոլորս տեսանք ընտրությունների գիշերը, ու հիմա խայտարակում է հայ ազգին աշխարհի առաջ։ Ես մենակ հույս ունեմ, որ մարդիկ գոնե կմտածեն, նորմալ մտածող գիտակից մարդիկ կմտածեն, որ այս ոչնչություն ճիճուն չի ներկայացնում հայ ժողովրդի, հայ ազգի շահերը այլևս շուտվանից։ Մենք դա գիտենք, բայց երևի էսի ամենավերջը, ասենք թուրքերը, ասենք հղում են անում այս ոչնչության հայտարարությանը։ Իրանց ժխտողական քաղաքականություն ես նայում եմ, ասենք տարբեր երկրների թուրք բլոգերները, որ ասենց հակա-իսրայելական, հակա այդ անտիսեմիտիզմով տառապող թուրքերը, ովքեր որ վրդովված են հիմա, որ Իսրայելը ընդունել է հայոց ցեղասպանությունը, հղում են անում այս ցիլոյով ոչնչությանը, ու մի բանը խնդում են Իսրայելի վրա, ասում են, դուք ճանաչում եք, բայց հայերը ասում են, տես բան չի եղել։ Մի հատ է իրանք իրանց այդ ստոր մաքսիմալիստական այդ բանը գործելավոճն են օգտագործում, հələ մի հատ Նիկոլի Բերանն է, հələ իրանց ինտերպրետացիաներն են դնում, որ ավելի sense պրոթուրքական ներկայացնեն իրանց ոչնչություն գործակալ սրիկա կապիտուլյանտ հողատու համբալին ասենք ոնց չասես էլի դու ով ես որ հայոց ցեղասպանության հարցում այտենց դիրքորոշում կանգնացես այդ ձայնագող դու չպետք է լինեիր Հայաստանի վարչապետ ձեները գողացել ես քեզ ինքնահռչակել ես վարչապետ ընտրությունների գիշերը 10% ձեները ամփոփելուց հետո այ ոչնչություն սրիկա խուլիգան ավազակ մի հատ է հայոց ցեղասպանության հարցում մի հատ տենց հեգնանքով տենց Իսրայելին տենց պատասխան է տալի այդ ոչնչություն ոնց չասես էլի ինչ ասեմ ինչ վերաբերվում է Իսրայելին էլի եմ ասում պարզա որ ասենք Իսրայելը տվյալ դեպքում երևի դաժե այս հարցը պահել էր այնքան մինչև իրան հարմարավետ կլներ էդի ասենք ոչ մեկին չես կարա մեղադրես որովհետև ասենք Իսրայելի նման պետություն լինեինք մենք ասենք Իսրայելի նման վարչապետ ու կաբինետ ունենայինք որևէ մեկը չէր համարձակվի ծպտուն հաներ Հայաստանի ասենք ես միշտ եմ մտածել եմ որ անկախ ամեն ինչից այդ բանը ես այդ հայկական այդ անտիսեմիտիզմը մի քիչ չեմ հասկացել ու ես այդ բանը շատ չեմ խոսում այդ թեմաներից բայց չեմ հասկանում իրականում Իսրայելի ժողովրդի, հրեաների պատմությունն ու մեր պատմությունը շատ իրար նման են։ Ու մենք շատ ու ես իրականում շատ ցավում եմ, որ մենք այնց ամուր դաշնակիցներ չենք Իսրայելի հետ, չենք կարողացել այնց կապեր հաստատենք Իսրայելի հետ, որ հասկանանք, որ շատ նման է մեր պատմությունները, մեր իրավիճակները շատ նման է իրար, պրոստը մենք ունենք մի հատ ոչնչություն կապիտուլյանտ, դրածո, դավաճան կառավարություն, իսկ Իսրայելը ունի ազգանվեր, ազգանպաստ, պետականամետ, ձիգ, պինդ կառավարություն, որը որ անհերքելի է, ու բոլոր այդ մեղադրանքները Իսրայելի նկատմամբ ցեղասպանություն, ինչ ցեղասպանություն, ասենք դուք հասկանում եք ընկերներ, որ Իսրայելին մեղադրում եք ցեղասպանության մեջ, մի քիչ որ խորանում եք այդ հարցի մեջ, այդպես բան գոյություն չունի, որովհետև այն ինչ որ կատարվում է Գազայում անվանել ցեղասպանություն, դա իրականում այսպես ռելատիվացնում է իրական ցեղասպանությունները, որոնք որ տեղի են ունեցել, որովհետև Գազայում ցեղասպանություն չկա, այդպես բան չկա։ Նախ Գազայի բնակչությունը գնալով աճում է։ Մի հատ համեմատեք էլի, ասենք Գազայի բնակչությունը հիմա ու մի քանի տարի առաջ կամ մի քանի տարի առաջ, մի քանի տասնյակ տարիներ առաջ գնալով Գազայի բնակչությունը աճում է ու ասենք որ ցեղասպանության պարագայում է բնակչության
թիվը աճում, այդ մեկ, երկրորդը այդ խիտ պատերազմի պայմաններում պարզապես չի կարա քաղաքացիներ չեն կարա չզոհվեն, մանավանդ Պաղեստինի պարագայում, որտեղ իսլամիստները, Համասի իսլամիստները, ահաբեկիչները Իսրայելին խփում են, իրենց ռակետները դնում են, բազաները դնում են դպրոցների կողքը, եկեղեցիների կողքը, մսկիթների կողքը անգամ, հիվանդանոցների կողքը, որ Իսրայելի հակահարվածը գա, ասենք ոչնչացնի այդ շենքերը, բան ու իրենց սաղ աշխարհով մեկ պրոպագանդա անեն ու ներկայացնեն որպես ցեղասպանություն, որպես անմարդկային, եսի ինչ, ու ինչա աշխարհի մուսուլմանությունը, որ գոռում է ցեղասպանություն, դա հələ չի նշանակում, որ իրականում պես բան կա Իսրայելում։ Հետո էլ ինչ կա։ Օրինակ Իսրայելը շատ դեպքերում հարվածներից առաջ Գազայի բնակչությանը նախազգուշացնում, պատկերացնում եք, բրոշյուրներով, բանով, մեկ-մեկ դաժան իրանք մեթոդներ ունեն, ոնց են դա անում, փորձնական բոմբ են գցում ինչ-որ շենքի կռիշի վրա, ու Գազայի ժողովուրդը գիտի այդ բոմբը ասենց իսկական բոմբ չի, բայց ասենք նախազգուշացումը, որ այդ շենքը, ասենք մոտակա րոպեների կամ ժամերի ընթացքում պետքա թիրախավորվի ու Գազայի ժողովուրդը իմանում ու այդ շենքը ազատում է, հասկանում եք, ու ասենք այդ որ մի ցեղասպանության վախտ է եղել, որ բանը, հա, այդ հարցակվող կողմը, ցեղասպանող կողմը զգուշացնի այդ թշնամի բնակչությանը, կամ որ մի պատերազմ, չեմ ասում սկի ցեղասպանություն, որ մի պատերազմում է տենց բան եղել, որ հակառակ կողմը իր թշնամի ժողովրդին զգուշացնի, ասի ազատեք այս շենքը, ազատեք այն շենքը։ Եվ այսպես շարունակ, էլի, շատ տենց բաներ կան, որ Իսրայելը, չգիտեմ, անտեղի տեղն է մեղադրվում ու էլի եմ ասում, այդ Գազայում տեղի ունեցածը, պատերազմի զոհերը, այդ խիտ պայմաններում, գիտեք չէ, ասենք Գազան ամենախիտ բնակված, հա, ոնց որ ռեգիոնն է, երևի ես աշխարհի կամ ռեգիոններից մեկն է, ու ասենք այդ ինչ որ կատարվում է այնտեղ, այդ պատերազմի զոհերը, թեկուզ երեխեք, թեկուզ կանայք, որ զոհվում են, անվանել ցեղասպանություն, դա պարզապես, ասենք, չգիտեմ, անհասկանալի է իմ համար, անընդունելի է իմ համար, որովհետև դրանով դու մեղմացնում ու ռելատիվացնում ես իրական անմարդկային մարդկության դեմ, հա, կատարված այդ հանցագործությունները, հայոց ցեղասպանությունը, հոլոկոստը ու բազմաթիվ նմանատիպ տենց ցեղասպանություններ։ Հիմա այդ է ընդհանուր պատկերը, իմ կարծիքով շատ ողջունելի է, որ Իսրայելը այդ քայլին գնում է, ինչքան է իրանց շահերից հիմա բախի, մեր շահերից էլ է բախում։ Եվ մի բան էլ եմ ուզում ասեմ, որ տեսեք, ինչի համար եմ ես նմանացնում Իսրայելի ժողովրդի, հա, Իսրայել պետության, հա, այսպես իրավիճակը, մեր իրավիճակի հետ, որովհետև տեսեք, միակ հրեական պետությունն է այս աշխարհի, որտեղ որ հրեաների շահերը պաշտպանված են, որևէ ուրիշ երկրում տենց բան չկա ու պատմությունը ցույց է տվել, որ հրեաների շահերը որևէ երկրում այդ երաշխիքը չկա, որ կարա պաշտպանված լինի ու հիմա իրանք ունեն պետություն, էլի մեր նման, որ դարեր շարունակ, հազարավոր տարիներ շարունակ չեն ունեցել, հա, ու բայց պատմականորեն իրանք իրավունք ունեն, դա իրանց պատմական հողերն է, դա որ անհերքելի Դա փաստ է, իսկ Պաղեստին անունով պետություն գոյություն չի ունեցել, անկախ պետություն Պաղեստին անունով։ Իսկ շատ եւ շատ արաբական երկրներ, մուսուլմանական երկրներ, այդ տարածաշրջանում, որտեղ որ Իսրայելը գտնվում է, պարզապես Իսրայելի էգզիստենցիան հարցականի տակ են դնում եւ ընդհանրապես իրավունք չեն տալի հրեաներին, որ ունեն այդ մի հատ այդ պուճուր այդ նեղ պետությունը, որը որ Հայաստանից էլ փոքր է ու լավ փոքր է Հայաստանից, էլի։ Ասենք այդ մի
հողը ինչա որ չեն կամենում, որ հրեաները ունենան ու իրանց շահերը ու իրանց իրավունքները պաշտպանված լինի այս աշխարհում մի հատ գոնե հրեական պետություն ու միշտ Իսրայելը այդ էգզիստենցիալ պայքարի մեջ է գտնվում։ Նույնն է մեր հայերը, օրինակ արաբները, շատ արաբական երկրներ ուզում են ոչնչացնել, Իսրայելին չեն տալի այդ իրավունքը, որ գոյություն ունենա։ Ու եթե կարենային իրանք ասենք մի օրում կվերացնեն Իսրայելը։ Պարզապես հիմա որոշ արաբական երկրներ սկսել են Իսրայելի հետ հաշվի նստել, որովհետև Իսրայելը ուժեղ է։ Գերտերություն է դառը տարածաշրջանում, պատկերացնում եք։ Իսկ դրանով շատ նման է մեր հայկական, մեր Հայաստանի Հանրապետության, մեր պատմության շատ նման, որովհետև մենք էլ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, հիմա ունենք էլի մի հատ փոքր երկիր, ու ճիշտ է քրիստոնեական երկիրներ էլի կան, ու մուսուլմանական երկրները շատ կան, ու միակ հրեական պետությունը Իսրայելն է, բայց որպես հայ, ասենք թուրքական աշխարհը չի կամենում, որ մենք ունենանք այդ մի փոքր պետությունը անկախ մեր պատմական հողերի վրա չի կամենում, ու եթե իրանք էլ իրենց ձեռները այս պահին ճարելներ կվերացնեին Հայաստանը։ Դրանով շատ նման ենք մենք Իսրայելին, մեր պայքարը շատ նման է Իսրայելի հրեաների պայքարին։ Ինչքան է որ փորձում են հրեաներին հրեշացնեն, ես շատ իմանամ ինչ անեն, բայց շատ նման է։ Դրա համար ես շատ ցավում եմ, որ տենց է դասավորվել, որ ասենք մենք տենց դաշնակից չենք կարողացել դառնանք Իսրայելի հետ ու հզորանանք, որովհետև իրոք Իսրայելի հրեաներից կարելի է օրինակ վեկալել, թե ոնց կարած որպես փոքր պետություն այդ միջավայրում, թշնամական միջավայրում գոյատևես ու հələ մի բան է դառնաս տարածաշրջանի գերտերություն։